Երբեն վերնագրել հաստատենք մեր սրտերը։ Սա այնքան կարևոր բան է մանավանդ մեր ժամանակների մեջ, բայց առաքյալների ժամանակ սա առաջի տեղում է։ Եթե առաքյալները վստահ չէին, որ այդ եկեղեցին հաստատված է, իրանք առաջ չեն գնում։ Միջև որ ներքնապես եկեղեցին որպես եկեղեցի, որպես քուրիս ծառայողներ եւ տեղի ձեռնադրված ծառայող հովիվներ, միջև որ չհաստատվեին, օրինակ Պողոսի նամակներում դա շատ է հանդիպում ու այսօր դրա մասին կխոսամ, ներքնապես հաստատում լինելը այնքան կարևոր է, որ առաքյալների ժամանակ, իսկ մեր ժամանակներում դա հրատապ է, հաստատված լինել Քրիստոս ժայռի վրա, լինել հաստատուն հետևորդ, հաստատուն հավատացյալ, եւ այսօրվա քարոզիս մեջ ես 3 բան եմ շեշտելու։ Ցույց եմ տալու անհաստատության վտանգը։ Ինչքան վտանգավոր է, երբ որ մենք անհաստատ ենք Քրիստոսին հետևելու հարցում։ Խոսելու եմ անհաստատության ազդանշանների մասին, այսինքն սրանք կարմիր լույսի նման շատ ժամանակ վառում են մեր ճանապարհին, բայց մենք չենք նայում։ Բոլոր վարորդները, որոնք վարորդական քննություն են տվել եւ բռավանում են, նրանք շատ արագ հեռվից նկատում են կարմիր դեղին եւ կանաչ լույսերը։ Նրանք շատ արագ նկատում են փողոցի կողքի ցույց տվող այդ նշանները, բայց նրանք, որ վարորդական քննություն չեն տվել, նրանք այդ նշանները չեն տեսնում։ Նշանները իմանալ եւ զանազանել է կարեւոր է։ Ուրեմն խոսելու եմ այն ազդանշանների մասին, որոնք խոսում են մեր ներքին անհաստատուն վիճակի մասին, եւ երրորդ մակարդակը արդեն խոսելու եմ հաստատվելու ճանապարհների մասին, այսինքն ինչ միջոցներ կա, որոնք որ մեզ ներքնապես հաստատում են Քրիստոսի հետևորդ լինելու հարցում։ Եվ ուզում եմ սկզբից կարդամ Սաղմոս 70, ընդհանրապես այս Սաղմոսը ուսուցողական Սաղմոսը շատ երկար է, բայց այնքան հաճելի է կարդացվում, ես ձեր տեղն եմ այս առաջիկա 10 օրը ուղղակի հայերենում Սաղմոս 70-ն է, երևի ռուսերենում մի հատ հետ է 77-ը։ Այդ ամբողջ Սաղմոսը ոնց որ Իսրայելի եւ Աստծո հարաբերությունը, Աստծո արածների Իսրայելի համար, Իսրայել ազգի ուխտադրուժության մասին է խոսում, ոնց սկզբից լավը սկսեցին, բայց հետո կեսում հետ դառան, հետո Աստված ոնց նրանց պատժեց այդ հետ դառնալու համար, վերջը ամբողջ Սաղմոսը մի ահռելի մի քանի 100 տարվա պատմություն է։ Բայց ես ընտրել եմ 8-րդ խոսքը, եւ այս Սաղմոսերքուն ասապն է եւ ինքը շեշտում է, ասում է մենք մեր նպատակն է մեր սերունդին, նոր սերունդին այնպես դաստիարակել, որ իրանց հայրերի նման խոտորնակ, անհնազանդ եւ կամակոր չլինեն, որ Աստծո պատիժները չգա իրանց վրա, այլ Աստծո օրհնությունները գա իրանց վրա։ Եվ 8-րդ խոսքը հետեւյալ միտքն է արտահայտում, որպիսի իրենց հայրերի նման չլինեն խոտորյալ ու դառնացնող մի սերունդ, որ իրենց սիրտը հաստատված չէ, եւ նրանց հոգին հավատարիմ չեղավ Աստծուն։ Ասապի այս Սաղմոսը գրելու հիմնական նպատակը սա է, որ եկող սերունդին հասկացնի, որ այն անցկենող սերունդի նման, այն հին սերունդի նման խոտորված, անհնազանդ եւ կամակոր ազգ եւ ցեղ չլինեն սիրելիներ։ Եվ դրա համար կարդալու եմ նաեւ Եբրայեցիների 3-րդ գլխից 14 խոսքը, որը խոսում է հաստատության մասին, բայց տեսեք ինչպես է այս նամակի հեղինակը ինչ հետաքրքիր միտք կա ուղուն, որովհետև մենք Քրիստոսին կցորդ ենք եղել կամ մասնակից ենք եղել, մենք բոլորս, որ ընդունել են Քրիստոսին եւ մանավանդ նրանք, որ ջրով մկրտվել են, նրանք կցորդ են եղել։ Եթե միայն, ասում եմ, եթե միայն այդ հաստատության հույսը միջև վերջ պինդ բռնենք, մի հատ ասա պինդ բռնենք։ Մի հատ պատկերացրու ինչ է նշանակում պինդ բռնել։ Եթե դու մի բան թույլ ես բռնած, ես շատ արագ քո ձեռից դա կարող խլեմ։ Բայց եթե դու մի բան պինդ ես բռնել, ես չեմ կարող քո ձեռից խլել, հասկանում ես։ Եվ Աստծո խոսքը ասում է, կցորդ ենք եղել Քրիստոսին, բայց եթե միայն այդ հաստատության հույսը միջև վերջ պինդ բռնենք։ Տեսեք, Աստծո խոսքը
շատ զգուշացումներ ա տալի լավ սկսողների եւ վատ շարունակողների մասին։ Բայց Աստծո խոսքը յուրահատուկ գնահատական ա տալի բոլոր այն մարդկանց, ովքեր որ միջև վերջ կանգնեցին հաստատում, պին բռնած, ովքեր որ թեկուզ եւ տկարացան, հիմա նայեք, խոսքը սրա մասին չի, որ այդ պին բռնող հաստատուն մարդիկ չեն տկարանում։ Պողոս առաքյալը հայտնաբերեց, որ իր զորության աղբյուրը հենց իր մեջ տկար լինելու հարցի մեջ էր։ Այսինքն ինքը հասկացավ, որ ինքը իր էմոցիաներով իր ամեն ինչով պիտի տկար լինի, որ Աստծո զորությունը հասանելի լինի իր համար։ Հարցը սրա մասին չի, որ պին բռնած մարդիկ չեն տկարանում, ոչ, պին բռնած մարդիկ տկար ժամանակ էլ հետ չեն դառնում։ Պին Աստծո խոսքը եւ Քրիստոսի խաչը պին բռնած մարդը դու իրան չես տենա եկեղեցում, իր տեղը դատարկ չես տենա, ինքը միշտ իր տեղում է։ Ինքը երբեք իր ծառայությունը չի թողում, այսինքն կարող է մի ամիս արձակուրդ վերցնի ինչ-ինչ խնդիրների կամ մի շաբաթ կամ թեկուզ 2 ամիս ծանրաբեռնվածության պատճառով, բայց այս մարդու ուշքու միտքը սա է, ես շուտ պրծնեմ այս ամեն ինչը վերականգնում եմ եւ նորից կանգնեմ իմ դիրքի մեջ։ Տեսեք, պին բռնած լինել նշանակում է անկախ ամեն իրավիճակից ես շարունակում եմ հետևել Տիրոջը։ Ես շարունակում եմ հնազանդվել նրա խոսքին, իմ ձեռնտու է, թե ձեռնտու չի այդ իրավիճակը, ես շարունակում եմ հետևել Քրիստոսին, սա է պին բռնելը։ Եվ առաքյալների ժամանակ սա այնքան կարևոր էր, որ Պողոս առաքյալը առաջին Թեսաղոնիկեցիս ամբողջ 3-րդ գլուխը այդ նամակի 1/3-ը նվիրել է այս մտքին, ու ես մի քիչ կրճատումներով կարդալու եմ դա, որովհետև դա հաստատված լինելը դա առաջի տեղում էր առաքյալների ժամանակ։ Եվ ինքը ինչա գրում։ Դրա համար Թեսաղոնիկեն քաղաք էր Ասիայում եւ ինքը քարոզել էր եւ ահագին մարդիկ դարձի են եկել եւ իրանք շուտ թողել գնացել են։ Որոշ պատասխանատու մարդիկ էին ձեռնադրել եւ շուտ թողել գնացել էին հրատապ ինչ-որ բաների պատճառով եւ անհանգիստ էր, ասում է ես աթենքում անհանգիստ էի, որ կարող է արդեն դուք փորձվել եք եւ պարտվել եք եւ հրաժարվել եք հավատքից։ Եվ գրում է հետեւյալ բանը, ամբողջ 3-րդ գլուխը սրա մասին է, առաջի Թեսաղոնիկեցիս նամակը։ Դրա համար, երբ այլևս չկարողացանք դիմանալ, հարմար համարեցինք մենակ մնալ Աթենքում եւ ուղարկեցինք մեր եղբայր Տիմոթեոսին, որ Աստծո պաշտոնյան է ու մեր գործակիցը Քրիստոսի ավետարանի մեջ, որպեսզի հաստատի ձեզ եւ մխիթարի ձեր հավատքի մեջ, որպեսզի այս նեղությունների պատճառով ոչ ոք չտատանվի, որովհետեւ դուք ինքներդ էլ գիտեք, որ մենք հենց դրա համար ենք սահմանված։ Փաստորեն Աստծո խոսքը ասում է Քրիստոսին դարձողները ինչ որ նեղության process-ներով անց են գնալու, ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Եթե ես ու դու Քրիստոսին ընդունում ենք եւ դրա համար չունենք հալածանք, ուրեմն մենք կեղծ Քրիստոս ենք ընդունել։ Հասկանում եք։ Եվ Պողոսը դա է շեշտում, որ անպայման նեղություն եւ հալածանք պիտի լինի։ Որովհետեւ երբ դեռ ձեր մոտ էինք, առաջուց ասում էինք ձեզ թե նեղություններ եք կրելու, ինչպես որ եղավ էր եւ դուք գիտեք, դրա համար էլ երբ այլևս չկարողացա դիմանալ, ուղարկեցի Տիմոթեոսին ձեր հավատքը իմանալու, որ չլինի թե փորձողը ձեզ փորձած լինի եւ մեր աշխատանքը իզուր անցնի, ով է փորձողը Սատանան։ Իրանք աշխատել են, իրանք Քրիստոսին ներկայացրել են, այս մարդիկ ընդունել են եւ Պողոս ասման հանգիստ է, ես պետք է լուր իմանայի ձեզանից։ Հիմա ստեղ մի հետաքրքիր հարց ա ծագում բոլոր ծայրահեղ մարգարեական մտածելակերպով մարդկանց համար։ Պողոսից ուժեղ առաքյալ իմ կարծիքով չկա։ Ինքը բոլոր պարգևները իր մեջ գրում էր։ Ես իմ մեջ հարց եմ տալ, ասում եմ Պողոս եղբայր, առաքյալ Պողոս, չէր կարող աղոթես իմանաս Թեսաղոնիկեցիների վիճակը լավն է թե վատը։ Դուք չեք զարմանում սրա համար, որ նամակ ա գրում, հետո էլ ասում է ես հանգիստ չէի, միջև որ մարդ ուղարկեի ձեր մեջ։ Այսինքն տեսեք, ամեն ինչ չի, որ աղոթքով կարելի է իմանալ եւ ամեն ինչ չի աղոթքով հարցնել է պետք ասում, պետք է մարդ ուղարկել այդ տեղը։ Հասկանում եք։ Պողոսը մարդ ուղարկեց։
նա ֆանատիկ մարգարեական չէր, նա լուրջ մարգարեական էր, եւ նա մարդ ուղարկեց, եւ որ այդ մարդը գնաց ու հետ եկավ Տիմոթեոսը ինչ որ ժամանակ հետո, բայց հիմա երբ Տիմոթեոսը ձեզանից մեզ մոտ վերադարձավ եւ մեզ բարի լուր բերեց ձեր հավատքի ու սիրո մասին, եւ թե դուք ամեն ժամանակ բարությամբ հիշում եք մեզ ու փափագում եք մեզ տեսնել, ինչպես մենք էլ ձեզ, դրա համար եղբայրներ, մեր բոլոր վշտերի ու նեղությունների մեջ մենք ձեզանով մխիթարվեցինք ձեր հավատքի շնորհիվ, որովհետեւ հիմա մենք կենդանի ենք, եթե դուք հաստատուն մնաք Տիրոջով։ Գիշեր ու ցերեկ չափազանց աղաչում ենք, որ տեսնենք ձեր երեսը եւ լրացնենք ձեր հավատի պակասը։ Եվ Տերը թող աճեցնի ու առատացնի ձեր սերը միմյանց եւ ամենքի հանդեպ, ինչպես որ մերն է ձեր հանդեպ, որպեսզի ձեր սրտերը հաստատի անարատ սրբության մեջ մեր Աստծո եւ Հոր առաջ։ Որպեսզի ձեր սրտերը հաստատի անարատ սրբության մեջ։ Պողոսը, որ շատ ուժեղ կապ ուներ Աստծո հետ, նա ոչ թե աղոթեց, որ Տեր Աստված ինձ հայտնություն տու մի հատ իմանամ Թեսաղոնիկե ինչ կա, չկա։ Պողոսը այն մարդկանցից էր, այն առաքյալներից էր եւ գրված առաքյալների մասին, որ Սուրբ Հոգին սրանց վերցնում էր միտեղից միտեղ տանում։ Հիմա մենք ինքնաթիռ ու ավտո ենք օգտագործում, այն ժամանակ Սուրբ Հոգին վերցնում էր իր մարդկանց իր ուզած տեղներ տեղափոխում։ Եվ Պողոսը կարար այդ ձևի մի հատ ծայրահեղ աղոթք անի, բայց նա ծայրահեղ մարդ չէր, նա ողջամիտ հավատքի տիրապետող մարդ էր, եւ նա մարդ ուղարկեց Թեսաղոնիկեցի իր ամենաուժեղ աշակերտներից մեկին Տիմոթեոսին, Տիմոթեոսը գնաց, տեսավ ամեն ինչ լավ է եւ բարի լուր բերեց եւ Պողոսն ասում մեր բոլոր վշտերի մեջ մենք մխիթարվեցինք եւ ուրախացանք, որ դուք հաղթել եք, ճեղքել եք եւ դուք հաստատում եք հաստատ անարատ սրբության մեջ Աստծո առատ սիրելներ։ Եվ տեսեք հաստատուն լինելու բաներից մեկը անարատ սրբությունն է, մեր Աստծո եւ Հոր առջև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ժամանակ իր բոլոր սուրբերի հետ, անարատ սրբություն, տեսեք, պատկերացրեք ֆիզիկական արատը, եւ որ մարդը միարժ չունի, եւ որ մարդը խուլա, կույրա, կաղա, չէ, իծնե, ինչքան դժվար է այդ մարդի համար, սրբությունն էլ եւ որ արատավոր սրբությունա սիրելներ, խնդիրներ առաջացնում, եւ դրա համար մեր հաստատուն լինելը, Աստծուն կպած լինելը մեզ դարձնում է անարատ սրբացող մարդիկ։ Առաջին Թեսաղոնիկեցիների 3:13-ն եմ կարդում։ Այժմ նրան, ով կարող է ձեզ հաստատել իմ ավետարանով եւ Հիսուս Քրիստոսի քարոզչությամբ, ինչպես ենք մենք հաստատվում ավետարանով եւ Հիսուս Քրիստոսի քարոզչությամբ, այսինքն դուք լսում եք ավետարանի քարոզը, սա ձեզ հաստատում է, եթե սրտանց եք ընդունում, եւ երբ որ դուք կարդում եք ավետարանը, սա նույնպես ձեզ հաստատում է, սիրելներ, եւ Հռոմայեցիների 16 գլխի մեջ նորից խոսում է 25 խոսքը, որ մեր հաստատության բանալին ավետարանն է։ Եթե դու ուզում ես հաստատուն հավատացյալ լինել, դու պիտի քո կարդացած գիրքը լավ տիրապետես, ավետարանին լավ պիտի տիրապետես, շատ լավ, դու պիտի խորանաս ավետարանի մեջ, դու առանց ավետարանը կարդալու քո օրը պիտի չսկսես, եթե ուզում ես հաստատուն լինել, բայց եթե ուզում ես անկայուն, անորակ հավատացյալ լինել, շաբաթը մի հատ քարոզ լսի ու դու քո անորակությունը կապահովես, ամեն օր Աստծո խոսքը կարդալ պետք։ Ավետարանը ոչ թե կարդալ, ուսումնասիրել, ուտել է պետք, սա է հաստատության ճանապարհներից մեկը։ Ես վերջում սա էլի կշեշտեմ։ Հիմա անցնենք անհաստատության ազդանշաններին։ Ինչպիսի ազդանշաններ կան, որոնք ցույց են տալի, որ ես դեռևս որպես հավատացյալ անհաստատ հավատացյալ եմ, եւ Սատանան կարող է ինձ գայթակղել եւ ինձ կամաց հեռացնել Քրիստոսից։ Տեսեք սիրելիներ, Սատանան երբեք ոչ մեկին չի հայտնվել եւ չի էլ հայտնվում եւ իրան այդ իրավունքը տրված չի, որ ինքը հայտնվի, ասի ես Սատանան եմ, եկել եմ քեզ Քրիստոսից գողանալ, բայց ինքը այնքան մեթոդներ ունի, օծի նման սողալով մանր անցյալ անգամ ես խոսեցի երկու գորտերի վրա եղած փորձության մասին։
մի գիտնական երկու գործերի վրա փորձ արավ։ Մեկին գցեց տաք ջրի մեջ, այդ գործը անմիջապես դուրս թռավ։ Այն մեկին գցեց սառը ջրի մեջ, կոլբայով դրեց մարմանդ կրակի վրա, շատ մարմանդ։ Եվ այդ ջուրը սկսեց գոլանալ, եւ որ գոլից դեպի տակն է գնում ջուրը, շշմացնում է մեջի մարդին։ Գործը շշմեց, քնեց ու արդեն եկավ եփելու ժամանակը, գործը եռաց ու սատկեց։ Դարավ աշած գործ։ Այսինքն տեսնում ենք, որ սատանան օգտագործում է այս ռազմավարությունը, ինքը ոչ մեկին չի կարա ոչ մի հավատացյալի նենց գայթակղի մեծ մեղքերով, որ այդ մարդը էլ եկեղեցի չկա, բայց փոքր բաներով ինքը կարողանում է մեզ ինձ ու քեզ հեռացնել Քրիստոսից։ Ես իմ կյանքում 2-3 դեպք եմ ունեցել, որ հայտնաբերել եմ, որ ես Քրիստոսից հեռու եմ։ Առաջինը վիրավորանքի պատճառով։ Ես ուղղակի մի փոքր բանից վիրավորվեցի, հետո ես հայտնաբերեցի, որ նոր էի ապաշխարել, ես դեռ գաղափար չունեի, իմ քարոզիչներն են ցավոք սրտի բան էին, կիրթ չէին, փորձառություն չունեին, նվիրված էին շատ, բայց փորձառություն չունեին եւ ինձ չկարողացան օգնել։ Բայց ինչևից է, ես հետո էլի դարձի եկա, ապաշխարեցի։ Իմանայեք, անհաստատության ազդանշանները, ինչպես է թշնամին կարողանում ինձ ու քեզ սառեցնել կամ ինձ ու քեզ տանել այդ գոլ իրավիճակի մեջ շշմեցնել, որ այլևս ես ու դու Աստծո խոսքի, Աստծո հանդիմանության եւ Սուրբ Հոգու հանդիմանությունը կորցնում ենք։ Մեր սիրտը սկսում է կարծրանալ։ Առաջի ամենապարզ, ամենալուրջ, ամենակարևոր ազդանշանը հարց բոլորին եւ հարց ինքդ քեզ, հարց բոլոր, ինչպես սկզբում ասացի, բոլոր այն մարդկանց, ովքեր որ առանց լուրջ պատճառի են բացակայում եկեղեցուց։ Տիրոջ օրը ուր ես դու։ Որտեղ եմ ես այն օրը, որ Աստված սահմանել է, որ ես պիտի լինեմ իր տան մեջ։ Հիմա մի մարդ կարա ամենակիչը 20-30 պատճառ բերի, որ ինքը պատճառներ ուներ, որ այդ օրը չէր եկել եկեղեցի։ Բայց սիրելիս, մի օր ես ու դու այսպես նստելու ենք Աստծո ներկայության մեջ, կամ էլ կանգնելու, կամ էլ բերաններից վրա ընկնելու, հետև իր ներկայության մեջ ուրիշ մթնոլորտ է։ Եվ այդ նույն հարցը հնչելու է մեր սրտի մեջ, ուր էիր դու, եւ որի մորն էր, եւ դու պիտի իմ տան մեջ լինեիր։ Հետաքրքիր է, ես կարամ այդ նույն պատճառները բերեմ, ինչ որ բերում եք ինձ եք ասում։ Կարամ գործը շատ էր, հարևանից քերու, մորքուրի, հարևանի 40-ներ։ Ես չէի կարա, ես պիտի անպայման գնայի, ոնց հարևանի, մորքուրի, քերի, հարևանը կնեղանար ինձանից, որ ես այդ 40-ին չգնայի, հասկանում եք, ես չեմ ասում մտերիմ հարազատի մասին, ես ասում եմ, հետև այս ձևի պատճառաբանությունների եմ հանդիպել, վերջը, արդյոք ես կարողանալու եմ, և սա ազդանշան է, ուր ես դու այն օրը, և որ դա Տիրոջ օրն է, և դա Տիրոջ օրն է, դա քո օրը չի, սիրելիս, մենք այլևս, որ Քրիստոսին ենք դառել, մենք 6 օր ունենք մեզ համար, բայց մի օրը արդեն Հիսուսինն է, Աստծո խոսքն ասում դրա մասին, այդ մի օրը դու պիտի լինես Տիրոջ տան մեջ, ինչի համար, որ հաստատվես, որ իմանաս քո գնալու ճանապարհը, որ հաղորդակցվես, որ քո համար աղոթեն, որ դու մտնես փառաբանության եւ պաշտամունքի մեջ։ Եվ այս հարցը շատ կարևոր է, եւ սա ազդանշան է, ուր ես դու։ Եդեմում հնչեց այս հարցը Ադամին։ Ուր ես Ադամ։ Ինչ պատասխանեց Ադամը, հիշում եք, չէ՞։ Մեղադրեց Եվային, արդարացրեց ինքը իրան։ Մեղադրեց Աստծուն, այն կինը, որ ինձ տվեցիր, ինքը ինձ ասավ, որ ես ուտեմ։ Համ Աստծուն սխալ հանեց, համ էլ կնոջը սխալ հանեց։ Հասկանում եք, եւ այս հարցը հնչում է, ուր են Աստծո զավակները Աստծո օրվա մեջ։ Եվ ամեն մի Աստծո զավակ ինքը պիտի մտածի, ես կարողանալու եմ արդարանամ, երբ նա որ առաջ կանգնած ժամանակ, եւ որ ասեմ, բա գործերը շատ էի չէի հասցնում։ Ես ասեմ ձեզ, Աստված ագահության համար կդատի մեզ, որովհետև 6 օր տվել է մեզ, այդ մի օրը էտել ենք գողանում, որ գործերի համար էտել աշխատենք, հասկանում եք,
Ես այնքան մարդ եմ ճանաչել, որոնք Աստծո օրերը գողացել են, հետո երկար հիվանդացել են չեն կարողացել գործանել։ Ես սավախացնելու համար չեմ ասում, իրոք ճանաչում եմ այդքան շատ ու որոշներին նույնիսկ հովվական ծառայության մեջ մարդիկ, ովքեր որ 3 ամիս գողացան Աստծուն եւ հետո 3 ամիս ավել պարկեցին հիվանդանոցում։ Ուրեմն ես Աստծո օրը պայքարում եմ արդյոք ես ժողովի մեջ լինելու համար, եթե ինչ որ մի ուրիշ տեղ ես աշխատում, սա նույնպես հարց է։ Ես միշտ ասում եմ եկեղեցու անդամներին, եւ որ դուք աշխատում եք աշխարհիկների մոտ կամ թեկուզ եւ հավատացյալների մոտ, դուք պայքարեք Տիրոջ օրը, դուք ասեք ես հավատացյալ եմ, ես պիտի Տիրոջ օրը լինեմ Տիրոջ տանը, սա հաստատում, սա ներքին կայունության մասին է խոսում։ Իսկ եթե չկա այս երևույթը, ես ամսվա մի օրն եմ կամ 2 ամսվա 2 օրն եմ, չէ, եթե չկա այս ներքին նվիրումը, սա խոսում է իմ ներքին, սա ազդանշան է, որը խոսում է, որ իմ սրտի մի մեծ տոկոսներ դեռևս Հիսուսին տրված չի, եւ սրա համար ես ու դու պիտի անհանգստանանք եւ աղոթենք։ Տեր Հիսուս, ես ուզում եմ, որովհետեւ գիտեք ինչ ասում Աստծո խոսքը, ինչ չափով դու չափես իր առաջ, այն նույն չափով ինքը կչափի քո առաջ։ Եթե դու Աստծո տված օրը դու օգտագործում ես քո շահի համար, Աստված էլ քո նեղության օրը չի հասնելու քեզ, սա փաստ է։ Սա խոսք է, որ Աստված ասում է, սիրելիներ։ Հիմա նայեք, հաջորդ ազդանշանը։ Մատթեոս 13 գլուխը խոսում է Սերմնացանի առակի մասին, հենց սկզբից։ 4 հողատեսակ ասում, 3 համ պետք է միայն մեկն ապիտանի։ Եվ այս հողատեսակները մեր սրտի մեջ են։ Առաջինը ճանապարհն է, տրորված տեղ, որտեղ որ մարդը լսում Աստծո խոսքը, բայց դուրս է գալի եւ շուտ մոռանում է։ Դե ծտերը ուտում են, սատանան անմիջապես կրծում այդ ծերմերը գողանում է։ Սա այն տեսակն է, որը որ միտք չի առնում, չի ուսումնասիրում, չի խորանում այն հավատքի մեջ, որի համար գնում է Աստծո տուն։ Եվ հաջորդ ազդանշանը անհատական աստվածապաշտությանն է վերաբերվում։ Մի պահ պատկերացրու չկա եկեղեցի։ Ինչ ես անելու դու, ինչ եմ անելու ես։ Չկա եկեղեցի։ Սա աղոթքը։ Սենց մի բան է դառնում մենակ ամեն խաշտենալով, Սուրբ Գիրքը ընդհանրապես վրան 5 սանտիմետրանոց փոշի անստում, մի քանոզիչ գալիս է արծաթի գդալը դնում, հաջորդ նոր տարում նոր հայտնաբերում են, որ այդ գողացված չէ, ուղղակի Սուրբ Գրքի մեջ է, հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Անհատական աստվածապաշտության մասին է խոսում Մատթեոս 13 գլուխը։ Միայն այն սերմը, որը ցանվեց լավ հողի մեջ, միայն նա պտուղ տվեց։ Ինչպիսի հող ես տրամադրում դու Սուրբ Հոգում։ Եթե լավ հող ես տրամադրում, սա էլ աչափ, դու լավ բաժին կստանաս, հայտնություն կստանաս, բայց եթե լավ հող չես տրամադրում, փուշ, տատաս, ճանապարհ, քարքարոտ տեղ, ապա դու ոչ մի արդյունք եւ պտուղ էլ չես ստանա։ Ողջամիտ մարդիկ ընդհանրապես ֆերմերներին որ նայենք, ոչ մի ֆերմեր հիմարություն չի անի գնա փշերի մեջ ցանի, ոչ էլ քարերի մեջ։ Սկզբից ֆերմերները մաքրում են իրանց հողը, հետո գիտեն իրանց եկամուտը դրանից է։ Չգիտես ինչու մենք հավատացյալներս չենք հասկանում, որ փշերն ու քարերը պիտի ազատագրենք, եւ որոնք են փշերն ու քարերը, այս աշխարհի հոգսերը, հարստության խաբեությունները եւ զբաղմունքները փշեր ու քարեր են։ Եվ Աստված ասում է, ով չունի աշխարհի հոգս։ Մեր Լուսինեն շատ լավ խոսած, որ Գողգոթայի խաչի հետ համեմատած հոգսը զրո է, ոչ մի բան է։ Բայց չգիտես ինչու հավատացյալները այնքան խելացի են լինում փակագծերի մեջ, որ հոգսերին այնքան շատ ժամանակ են տալի, ծանրանում են, որ հավաքույթի օրն են մոռանում։ Աստծո խոսքն են մոռանում, աղոթքն են մոռանում, եւ սա այս բեռը ճնշում է շատերիս վրա, սիրելիներ, սա ազդանշան է, դու անհատական աստվածապաշտություն եթե չունես, եթե դու ամեն օր Աստծո խոսքը չես կարդում եւ Աստծո հետ հաղորդակցությանը ժամանակ չես տալի, ասեմ քեզ, սա ազդանշան է, դու հաստատուն մարդ ես։ Սատանան քեզ ինչ որ մի օր կգողանա Քրիստոսից եւ եկեղեցուց։ Տեսեք, ես շատ եմ խոսում հեռախոսներից եւ ուշանալուց։ Ես պատահական սա օդից չեմ բռնում, սիրելիներ,
Անհարգալից վերաբերմունքը Աստծո հանդեպ, սա ազդանշան է, սա խոսում է իմ ներքին մարած կրակի մասին։ Եթե իմ դրսի գործերը ավելի կարևոր է, եւ որ ես եկեղեցում նստած եմ, սա խոսում է իմ անհարգալից վերաբերմունքի մասին, եւ կանգնելու եմ եւ Աստված ասելու է. լավ, հովիվին խաբեցիր, կամ ինքդ քեզ արդարացրիր, չխաբեցիր, ճիշտ ասիր, բայց քո կարծիքով, իսկ երկնավոր հորի ինչ ես ասելու։ Հասկանում եք։ Իսկ ես չեմ ուզում, որ ձեզանից որևէ մեկը կանգնի երկնավոր հոր առաջ ու գլուխը ցենց կախանի ու վախենա նայի հայր Աստծո աչքերի մեջ։ Ես չեմ ուզում, Աստված էլ չի ուզում, բայց մեզանից է կախված անհարգալից վերաբերմունքը, սա խոսում է մեր ներքին կիսապռատ նվիրման մասին, սիրելիներս։ Երեմիա 17 գլխի մեջ մի ահռելի հատված բաժին խոսում է սրտի չար լինելու մասին եւ որ մեր սիրտը անգամ ես ու դու չենք կարող մեզ ճանաչենք, եթե Սուրբ Հոգու լույսը չկա մեր մեջ։ Մեր շարժառիթները չար մենք հասկանում ենք այն ժամանակ, երբ որ լույսը գալիս է մեր մեջ, սիրելիներ։ Եվ տեսեք, եւ շատերս ինքներս մեզ խաբում ենք, ինքներս մեզ արդարացնում ենք ուրիշներին մեղադրելով եւ չենք ընդունում իսկական աստվածային դատը, հասկանում եք, թույլ չենք տալի, որ լույսը գա։ Բոլորը մեղավոր են իմ անխաղաղության համար, բայց ոչ ես։ Բոլորը մեղավոր են իմ կռվարարության համար, բայց ոչ ես։ Տերը օգնի, որ մենք միշտ մեզ քննող լինենք։ Սրանք ազդանշաններ են, որոնք խոսում են մեր ներքին անհաստատության մասին։ Եվ որ հույսը դնում ես գործերի վրա, հույսը դնում ես մարդկանց վրա, հույսը դնում ես ինչ-որ օրենքների վրա, բայց ոչ Աստծո վրա, դու ինքդ քո վրա կանչում ես անեծքը։ Երեմիա 17-ը սրա մասին է խոսում։ Անիծյալ լինի ամեն մի մարդ, որ ինքը իր բաստին է ապավինում կամ ուրիշ մի բանի, բայց ոչ Աստծուն։ Անիծյալ լինի։ Ասում նա անապատի մեջ եղող մոշենու նման վառվելու է եւ բարիք եկած ժամանակը չի տեսնելու։ Բայց ինչքան երանելի են այն մարդիկ, որոնք ապավինում են Տիրոջը, իսկ ապավինելը գործողություն է։ Ապավինելը գործողություն է։ Եվ որ ես ասում եմ ապավինում եմ Տիրոջը, բայց նեղության ժամանակ տրտնջում ու դժգոհում եմ, ես սուտ եմ խոսում։ Բայց եւ որ ես ասում եմ ապավինում եմ Տիրոջը, բայց նեղության ժամանակ ես շարունակում եմ փառաբանել Տիրոջը, ես իրոք ապավինող մարդ եմ, հասկանում եք, իմ գործողությունն է խոսում, սիրելիներ, իմ ապավինելու մասին։ Եվ ամենավերջում մոտ մի 4 կետը հաստատվելու մասին, սիրելիներ, սրանք ազդանշաններն են, հաստատվելու ճանապարհը, որտեղ է հաստատվելու ճանապարհը։ Ես մի համար արդեն կարդացի Թեսաղոնիկեցիս 3:13։ Մեր սրտերը հաստատվի անարատ սրբության մեջ, մեր Աստծո եւ Հոր առաջ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ժամանակ։ Անարատ սրբություն, սրբության ձգտումը, ներքին սրբության, մտածելակերպի սրբության, աչքերի սրբության, հասկանում եք, լեզվի սրբության, ձեռքերի սրբության։ Ձեռքերի սրբությունը գիտեք որն է, առանց երկմտության եւ առանց բարկության ձեր ձեռքերը երկինք բարձրացրեք։ Անցյալ անգամ ես խոսեցի, որ բարկության պորտումներ ունեցող մարդիկ հիմար են աստվածաշնչյան տեսանկյունից եւ 5 կույսերի օրն են ընկնելու հիմար, չեն կարող յուղ հավաքել, մինչեւ չազատագրվեն այդ պորտումներից։ Տեսեք սիրելիներ, սուրբ ձեռքեր բարձրացնել առանց բարկության եւ երկմտության։ Եվ որ ես ձեռքերս բարձրացնում եմ առանձին եւ կամ եկեղեցում, իմ ձեռքերը պիտի սուրբ լինի, առանց բարկության եւ առանց երկմտության։ Եթե դու պորտացող մարդ ես, դու միջև բարձրացնել մի հատ ներողություն խնդրի եւ նոր բարձրացրու։ Ես այդ ձեր մի ժամանակ արել եմ։ Ուրեմն անարատ սրբություն, հաստատվել սրբության մեջ ջանք անել, պայքարել, մենք դրա համար ենք ծոմ պահում, սիրելիներ։ Հաջորդ բանը հաստատվելու համար Սուրբ Գիրքը ասում է զգուշ եղի քո սրտին, Առակաց 4:23։ Ամենայն զգուշությամբ պահպանիր քո սիրտը, որովհետև նրանից են կյանքի աղբյուրները։ Այսինքն մի ուրիշ թարգմանության մեջ ասում է բոլոր այն բաները, որոնք ենթակա են զգուշության, սրանցից առավել դու զգուշացի քո սրտին։ Հիմա ոչ թե այս մսեղենին ի նկատի ունի, այլ մեր էությանը ի նկատի ունի Աստված։ Ուշադիր եղիր քո սրտին, որտեղից որ կյանքի ելքն է։ Հիմա ինչու ենք մենք միսը առնելուց հետո անմիջապես բերում դնում սառնանը։ Պատասխանեք։ Չեք դնում սառնանը։ Դնում եք, չէ՞։
Ես ասի չեք դնում կարող ուրիշ ձեր կա ես չգիտեմ։ Որպեսի չփչանա ժո։ Մենք դնում ենք միսը սառնալա, որպեսի այդ միսը չփչանա։ Ինչա դա զգուշություն։ Հիմա դու բերիր տուն հասցրիր շեմքին ու մսին ասես գնա սառնարան։ Կգնա, չի գնա։ Դու ես անում դա։ Այդ ոնց է որ այդ տեղը մենք զգուշ ենք, մեր մթերքներ են ինչ որ փչանալու ա դնում ենք սառնարան, բայց մեր սրտը զգուշ չենք։ Մտածում ենք որ Իրան մեր սիրտը կզգուշանա։ Ոչ, մենք մեր մտքով եւ մեր կամքով հսկում ենք մեր աչքերին եւ մեր լեզվին։ Եվ եթե ես Սուրբ Հոգով լցված եմ, ես կարամ հսկել, բայց եթե ես լցված չեմ, ես կպարտվեմ։ Ինչքան էլ ուզենաս լավն անես, չարը ընդեր ներսից գլուխը բարձրացնելու է։ Սրա համար ենք մենք հոգով սնվում, Սուրբ գրքի կերակուրը ուտում, որ մեր հոգին առույգ լինի, որպեսզի բոլոր այդ փախած մտքերի դեմ հսկեն, թույլ չտանք, որ այդ փախած մտքերը բուն դնեն մեր գլխում սիրելիներ։ Սա ճշմարիտ պայքար է, եւ սա հաստատուն լինելու ճանապարհներից մեկն է։ Ամենայն զգուշությամբ զգուշացիր քո սրտին։ Լեզուդ ինչ է խոսում, աչքերդ ինչ են նայում, ոտքերդ ուր են գնում, ձեռքերդ ինչ են անում։ Հասկանում եք, Աստծո խոսքը ասում է զգուշացիր առավելագույն կերպով, որովհետև այդտեղից կյանքի աղբյուրներն են դուրս գալի։ Եվ եթե ես ու դու սկսում ենք զգուշանալ, մենք մեր զգուշության սահման, մեր զգուշության չափով մենք սկսում ենք հաստատվել Աստծո խոսքի վրա։ Ինչ չափի որ զգուշ ենք, այն չափով էլ սկսում ենք հաստատվել։ Ուրեմն Աստված ուզում է, որ ես ու դու հաստատուն լինենք, միշտ հետևողական լինենք, միշտ պարտաճանաչ լինենք աստվածային եւ հոգեվոր բաների մեջ։ Ճանաչել հնազանդության գինը, հոր կամքի մեջ լինել։ Ես մի շրջան միջև Ջավախ գալը ես ունեի անհնազանդություն, որի մասին տեղյակ չէի եւ հետո Աստված ինձ ցույց տվեց եւ հետո ես դրա համար շատ տառապեցի եւ ես մի բան հասկացա, անհնազանդության հետևանքը ավելի ցավոտ ու ծանր է, քան հնազանդության գինը։ Դրա համար մեկ ընդմիշտ որոշիր քո մեջ, որ ինչ էլ որ լինի, ես պիտի հնազանդվեմ Տիրոջը։ Ավելի լավ է մարդիկ ինձ ծեծեն եկեղեցի գնալու համար, քան թե ես ընկնեմ եկեղեցուց, որ ինչա չծեծեն մարդիկ ինձ։ Հասկանում եք։ Ավելի լավ է մեռնեմ եկեղեցում, քան թե կենթանի մնամ ու հետո գնամ դժոխք։ Ու ծայրահեղ բաներ եմ ասում, բայց հնազանդության հոր կամքի մեջ լինելը եւ հնազանդության գինը ճանաչելը մեզ օգնում է, որ մենք հաստատվենք, սիրելիներ։ Հիսուսը ինչ ասավ, քո խաչը վերցրու, դուք շարունակեք։ Ամեն օր քո խաչը վերցրու եւ ինչ արա։ Հետևիր ինձ։ Ամեն օր քո խաչը վերցրու եւ հետևիր ինձ։ Սա է հնազանդության գինը։ Քրիստոնյա լինել Քրիստոսի առաջ։ Եվ ամենավերջի կետը։ Զարգացնել աստվածապաշտությունը։ Սա շատ կարևոր է, անհատական։ Տեսեք, միաբանը էլի ինչ որ միտեղ հեշտ է։ Դու կրակ էլ չես ունենում, գալիս ես դնում կրակոտների մեջ, ու այդ կրակը քեզ բռնում է, սա շատ լավ է։ Դրա համար մենք ունենք ավակներ, որոնց ես բաներ եմ խոսում, որ ձեզ հետ չեմ խոսի։ Իրանց վրա բեռ եմ դնում համարձակ, որ ձեր վրա չեմ դնի։ Ունենք ծառայողներ, հասկանում եք, տարբեր մակարդակի եւ որակի մարդիկ ունենք եկեղեցում, եւ նա որ իր աստվածապաշտությունը զարգացնում է, նա վաղ թե ուշ պիտի մտնի ծառայողական թիմի մեջ։ Նա որ իր աստվածապաշտությունը զարգացնում է, վաղ թե ուշ նա պիտի կանգնի ավակների ժողովի մեջ։ Այսինքն ավելի բարձր պատասխանատվություն հաստատված մարդկանց կյանքի մեջ։ Եվ սրա համար ուզում եմ կարդամ առաջին Տիմոթեոս 4-րդ գլխից 7 եւ 8 համարները։ Սա վերջի խոսքն է ու ես ավարտում եմ։ Բայց պիղծ ու պարավական առասպելներից հեռու մնա եւ ինքդ քեզ վարժեցրու աստվածապաշտության։ Տես չի ասում գնա եկեղեցի ու եկեղեցին քեզ կվարժեցնի աստվածապաշտության։ Ինքդ քեզ վարժեցրու աստվածապաշտության։ Մի հատ մատը sense դիր փոքրա, մատը դիր փոքրա եւ ասա ես ինքս ինձ պիտի վարժեցնեմ աստվածապաշտության։ Դա Հայր Աստված է ուզում։ Հասկանում եք։
Հիմա ոնց եմ ես ինքս ինձ վարժեցնում։ Առավոտը երբ որ վեր եմ կենում, ես արդեն մտադրված եմ, որովհետև հիմնականում իմ աղոթքը սա է, Տեր, ինձ հոգու ախորժակ տուր։ Ես ուզում եմ մի սոված ու ծարավ լինեմ քեզ, Սուրբ գրքին, աղոթքին, եթե դու ես ձև աղոթես, իրոք Աստված կտա քեզ։ Հիմա նայ, ու ես որ առավոտը վեր եմ կենում, ես ոչ թե որպես հովիվ եմ գնում աղոթքի, Քավլիցի, եթե ես որպես հովիվ եմ գնում աղոթքի, ուրեմն ես վաղուց շեղվել եմ։ Դու կլնեք, չլնեք, ես գնալու եմ այդ աղոթքի, ժողովուրդ ջան, հասկանում եք, չէ՞։ Եկեղեցին լինի, չլինի, ես ծառայող լինեմ հովիվ, ես հովիվ լինելով չեմ իմ աստվածապաշտությունը սկսել։ Ես սովորական մի մարդ եմ, որ դարձի եմ եկել եւ հասկացել եմ, որ առանց աղոթքի եւ առանց Աստծո խոսքի, առանց ծոմապահության եւ առանց եկեղեցու ես չեմ կարող գոյատևել, ես չեմ կարող հասնել այն հոգեվոր բարձրություններին, որ Աստված է ուզում, հասկանում եք, հարցը ծառայությունը չի, հարցը նա չի, մեկը առաքյալ է, մեկը չինեմ քարոզիչ է, սրա մասին չեմ խոսում։ Հոգեվոր բարձրությունքի վրա եղող մարդը կարա եկեղեցում օֆիցիալ ոչ մի ծառայություն էլ չունենա, բայց իր մեջ ինքը բարձրությունքի վրա է։ Ինքը համարձակ է Քրիստոսի համար, ինքը աղոթում է հիվանդների համար, ինքը բարեխոս է, ինքը չի վախենում եկեղեցի գնալու համար, հասկանում եք, սա ներքին հաստատություն է։ Եվ Պողոս ասում է, ինքդ քեզ վարժեցրու աստվածապաշտության, որովհետև մարմնի մարզումը քիչ բանի օգտակար է։ Մինչդեռ աստվածապաշտությունը ամեն բանի համար օգտակար է եւ ունի թե ներկա եւ թե գալիք կյանքի խոստումը։ Այսինքն մին ու քո աստվածապաշտության վարժվելը թե այս ներկա կյանքի համար է օգտակար եւ թե հավիտենականության համար է օգտակար։ Հիմա վարժել, այս վարժել բառը այս կոնտեքստում եւ այս նախադասության մեջ բանալի բառը, վարժել աստվածապաշտության։ Մի պահ պատկերացնում ենք սպորտսմեններին կամ երաժիշտներին, երգիչներին, որոնք որ պատրաստվում են համերգների, որոնք որ այդ իրանց գործն է։ Եթե այս մարդիկ իրանք չվարժեցնեն, չսովորեն, չխորանան, չուսումնասիրեն, իրանք շատ առաջ չեն գնա։ Բայց այն բոլոր մարդիկ, որոնք վարժվում են իրանց ոլորտի մեջ, այս մարդիկ անընդհատ առաջ են գնում։ Եվ աստվածապաշտությունն էլ այսպիսի բան, սպորտի նման մի բան է, վարժվում ես, մկանները զարգանում է, չես վարժվում, թրամոշկած, թառամած, բույսի նման ես դառնում։ Բարև են տալի մի կերպ սրտումը ուրախություն չկա, տրամադրություն չունես, անընդհատ ընկճված, տխուր, աչքդ անընդհատ ուրիշների ունեցվածքի վրա, նրանք արին, ես չարի, նրանք ունեցան, ես չունեցա, ու այս ձև շարունակ, քո մեջ ինքդ քեզ ուտում ես, բայց Սուրբ Գիրքն ասում է, վարժվիր աստվածապաշտության, աստվածապաշտության վարժվիր սպորտսմենի նման, քո առօրյայի մեջ 2-ից 3 հատ աղոթքի եւ Սուրբ Գրքի հետ հանդիպում ունեցի, քո տարվա մեջ 2-ից 3 ամիս ծոմապահության գրավի դիր։ Եկեղեցուց երբեք մի բացակայիր անկախ նրանից հովիվը տեղում է թե տեղում չի, եթե ինձ համար եք գալի, ասեմ ձեզ արդեն իսկ սխալ է ձեր աստվածապաշտությունը։ Փառք Աստծուն, մենք ունենք որակով ծառայող թիմ, մենք ունենք արդեն հովիվ փոխարինող, հասկանում եք, եւ Աստված, եթե դու աստվածապաշտությամբ զբաղվող ես, դու տանը աղոթում ես, Տեր Աստված, ես ուզում եմ քեզանից խոսք լսեմ այսօր։ Ինչ որ մեկ այսօր աղոթել էր խոսին ինձ հետ, ես կանգնեցի ամբիոնի հետևին ու Տերն ասավ, թող տկար եղողը ասի ես զորավոր եմ։ Դա ինձանից չէ, Ժաննան բարձրացավ։ Դա ինձանից չէ, դա Սուրբ Հոգին էր, ինչ որ մեկը աղոթել էր, հասկանում եք, ինչ որ մեկը կարիք էր ունեցել։ Աստվածապաշտության վարժվող մարդը, երբ որ եկեղեցի ա գնում, սենց ա մտածում։ Ես պիտի աղոթեմ այսօրվա եկեղեցու բոլոր մասնակիցների համար, որ Տերը իրանց լցողական շտա։ Ես պիտի աղոթեմ այդ օրվա քարոզիչի համար, ես պիտի աղոթեմ այդ օրվա փառաբանողների համար, որ լավ ճոխ փառաբանություն ունենան։ Ես պիտի աղոթեմ բոլոր ծառայողների համար։ Հիմա ընդմիջման ժամանակ, որ սուրճ ենք խմում, հաճելի է, չէ՞ ժողովուրդ։
Երբ որ մեր ծառայողը լցված է Սուրբ Հոգով, մեր սուրճ տվող ծառայողը լցված է Սուրբ Հոգով, ծառայողական թիմը լցված է Սուրբ Հոգով, ոչ միայն սուրճն է համովելով, կոնֆետն էլ է համովելով։ Բայց որ լցված չենք լինում, չնայած փառք ասում, ես շատ եմ շեշտը դնում ծառայողների լեցունության վրա, բայց եթե մի ծառայող դուք պատկերացրեք, ես այսօր լցված չեմ։ Մի կերպ եմ որ ասում մի շանհալի քարոզս կտամ, տարանելով, բարեբարանելով իր հետո մի քարոզի չեն հրավիրում, ես քարոզը կանգնում ամբյոնի հետևին ժողովրդի կեսից ավելի քնում է։ Վերջ է ծոյը տենում աճար չկա, վերջ է աղոտքի վաղտ է գալիս ասում, քարոզի ջեղբայր ասում ոնց կնացրել ես, տենց ես զարթնացրել։ Հասկանում եք, եթե մի ծառայող ինքը լցված չի, իր ծառայությունը անորակ կանի, հաստատ, սիրելիներ, հասկացեք։ Դրա համար ես իմ աստվածապաշտությունը արդեն մի քանի մակարդակով եմ բարձրացնում։ Բացի այն, եկեղեցի կա թե չկա, ես հորով եմ թե հովիու չէ։ Իմ աստվածապաշտությունը դրանից չի առաջին հերթին կապված, այլ որ ես սիրում եմ Աստծուն, ես ուզում եմ իրան ավելի մոտենամ, ես ուզում եմ առաքելական մակարդակի մեջ մտնեմ։ Ես իմ աստվածապաշտությունը այդ գծով եմ զարգացնում։ Հիմա երկրորդ մակարդակը ես ձեր համար եմ դա զարգացնում, սիրելիներ, հասկանում եք, որտեղ պատասխանատվություն ունեմ։ Ծնողը իր ընտանիքի մեջ ինչ պատասխանատվություն ունի, չէ՞, հավես չունեմ աշխատել, մի հավես չունես կնիկը տենա բողոքելու երեխեք տեն են սոված մնալու, դե հավեսով գնա, չէ՞, բաներ կա հավեսին չենք նայում, պատասխանատվության զգացողությունը մեզ մղում է անել գործողություններ, որոնք որ ընդհանրապես հավեսի հետ կապված չի։ Ես մտածեմ ձեր բոլոր նրանք, որ անհատական բիզնես ունեն, ասեմ, ոչ մեկիդ հաճելի չի առավոտ շուտ վեկենակ, զակազներ ունեք, պատվերներ ունեք, չէ՞, բայց ստիպված է գործը, դա հավեսի հետ չի կապված, դա պատասխանատվության հետ է կապված, աստվածապաշտությունն է շատ տեղ, սրա հետ պիտի կապված լինի։ Ոչ թե որ հավես ունեմ, գնացի, եկեղեցի, չգնացի, աղոթեցի, չաղոթեցի, հավեսի հետ չի կապված, սիրելիներ, այլ ողջամիտ գիտակցության հետ է կապված։ Իմ աստվածապաշտությունը կապված չի, եկեղեցի կա թե չկա, իմ աստվածապաշտությունը սրա հետ է, կա Աստված և նա սիրում է ինձ, նա ինձ համար իր որդուն խաչել է և ես ուզում եմ նրան մոտենամ և նրան ճանաչեմ։ Իմ և ճանաչեմ շատ յուրահատուկ կերպով, տեսեք ճանաչողությունն էլ մակարդակ ունի, հիմա ինձ ամենալավ ձեր մեջ ով է ճանաչում։ Ես թե ասում եմ մամա, ճիշտ ասում։ Ինչի համար է լավ ճանաչում, թե սա որ իրար հետ ենք։ Գիտենք, ով ինչ չի սիրում, ով ինչ չի սիրում, անգամ բառը, հայացքը, միտքը, մենք հայացքով շատ բան իրար հետ խոսում ենք, դուք սկիչեք եք ջոգում։ Լուրջ։ Հետև այդ կարգի իրար ճանաչում եք սիրելիներ։ Ինչի համար, հետև շատ ենք շփվում իրար հետ։ Նույնը աստվածապաշտության մեջ է։ Ուզում ես ճանաչես Աստծուն, պիտի շատ շփում ունենաս, իրան ժամանակ շատ տաս, ինքը սիրում է շփվել իր զավակների հետ։ Գրված է, պատահական չի, դու պատկերացրեք, տիեզերքի արարիչը գրում է, ասում է, ուզում ես քո հոր հետ խոսաս, ինչ արա, մտիր վերջին սենյակը, հետո ինչ արա, դուրը փակի, գիտեք այդ ինչ նշանակում, հեռախոսը տանջան։ Մտքերդ, գործեր, ինչ կանում հետ ինչ ես, սա անջատի, կարևոր չի, դու տիեզերքի արարչի մոտ ես։ Ես Յանգի Չոյի կյանքի պատմությունն եմ կարդացել, Կորեայի արթնության բանալիներից մեկն է եղել, 1 միլիոնից անցել է իր եկեղեցին, 1 միլիոն անդամ։ Ինքը Կորեայի, հարավային Կորեայի պրեզիդենտը, նախկին բոլոր պրեզիդենտներն իրան լավ են ճանաչում։ Իրան հաճախակի հրավիրում են պետական գործարքների։ Եվ մի անգամ պրեզիդենտը գալիս է Յանգի Չոյին հյուր, կարևոր պետական հոգս ալնում, որ խնդրի այդ մարդը աղոթի, Յանգի Չոն աղոթքի մեջ իր ծառայողներից մեկը ասում է, պարոն պրեզիդենտ, պիտի սպասեք մինչև ինքը Հայր Աստծո մոտից դուրս գա։ Եվ այդ պրեզիդենտները ինչքան են զբաղված, խելոք նստում այդ 2 ժամը մինչև Յանգի Չոն աղոթքից դուրս գա։ Հասկանում եք։ Երկնավոր Հայրը իմ ու քո համար գրել է, ուզում ես ինձ հետ շփվես, պարզ, շատ կոնկրետ, մտնում ես քո ներքին սենյակը, դուռը փակում ես,
եւ քո հորը աղոթք ես անում, որ գաղտնի տեղա։ Եթե դու այս դուռը փակելու ներքին սենյակ մտնելու process-ը չանես, դու այդ գաղտնին չես հայտնաբերի։ Մենք կմնանք մենակ այսպես խաչահանվող, մոնվառող, խաչերից պաչող, սրա նրա ձեռները պաչող հավատացյալի մակարդակի մեջ, որը ոչինչ օգուտ չունի, ասեմ ձեզ, որը ուղղակի արտաքին ձև է, բայց ոչ ներքին կյանք։ Իսկ Հայր Աստվածը այսօր ամեն մի անձնավորության անկախ ազգից եւ անկախ սեռից ու տարիքից հնարավորություն ա տվել։ Ուզում ես ինձ հետ հանդիպես աստվածապաշտությունը զարգացրու, վարժեցրու անձդ աստվածապաշտությամբ, որպեսզի ունենաս ներքին հաստատուն հավատ, որ այս աշխարհի մեջ սատանան եւ ոչ մի զորություն չկարողանան քեզ շեղել Քրիստոսին հետևելուց։ Տերը օրհնի ձեզ կանոնենք աղոթքի։ Հաստատ